Լիլի դուրս արի այդ հեռախոսից, սկսել ենք նկարահանումը։ Վայ Տոմա, չեմ կարա, կարևոր SMS-ա պիտի ուղարկեմ։ Երեխեք, մտքովս գիտեք ինչ անցավ։ Ուրեմն երեք ֆիլմ էի դիտում, մեջը խաղ էի խաղում, առաջարկում խաղանք միասին։ Այ Սոնա ջան, գոհ ենք, հա, քո խաղերը մենք շատ լավ գիտենք։ Անցած անգամ էլ ասցիր մի հատ հետաքրքիր խաղ կա, մարդը 20,000 կրվեցինք։ Չէ, Զար, ես իրոք հետաքրքիր խաղ ա, նայեք։ Կանոնները բացատրում եմ։ Ուրեմն հեռախոսները հավաքում ենք, դնում ենք մի տեղ, ում զանգ ա գալիս, պետքա բարձրախոսով պատասխանի, նույնն էլ SMS-ները բարձր կարդա։ Իսկ չի լինի այդ խաղը խաղանք, բայց առանց հեռախոսը հավաքելու։ Ինչի։ Դե մենք ինչ գառանտիա ունենք, որ այդ հեռախոսները չես հավաքելու ու թռնես։ Okay, կարանք առանց հավաքելու էլ խաղանք։ Երեխեք, իսկական, բայց անկապ խաղ ա։ Եկեք ավելի լավ չխաղանք, բան ա, էլի։ Ինչի։ Որովհետև ինձ ոչ մեկի տանձնական կյանքը չի հետաքրքրում։ Հա, բայց մեզ ու հերոստադիտողին Լիլի ջան շատ էլ հետաքրքրում ա քո անձնական կյանքը։ Տոմա, ոչ մի հետաքրքիր բան չկա, ինձ մենակ ընկերս ա զանգում։ Հեսա կիմանանք։ Երեխեք, բայց ես էլ եմ Լիլիի հետ համաձայն։ Ինձ էլ ոչ մեկի անձնական կյանքը չի հետաքրքրում։ Չեք հետաքրքրված, ով ում զանգեց, ինչ SMS եկավ։ Լիլի, էդ ով ա զանգում։ Հələ միացրել լսենք։ Խաղում ենք, չէ՞ արդեն։ Դավայ շատ հետաքրքիր։ Դավայ։ Ալո։ Կներեք, դուք ձեր ավտոն հարմար չեք կանգնացել, ուզում եմ դուրս կամ խանգարում ա, կգաք քաշեք։ Բայց ես որ կանգնում էի, ավտո չկար։ Հա, ավտո չկար, չեմ կարում դուրս կամ վրես եք կանգնել, պարկովշիկներ։ Կներեք, էլի ուղակի միամիտ ա ստացվել հաստատ։ Լիլի ջան, ինչ ես արել, գնա մեքենատ քաշի։ Վայ, Զարա, գիժ, ես հո նկարահանումը չեմ թողնելու գնամ, անձրև չի գալիս, թող սպասի։ Մաշա, պատասխանի հաստատ պիցայի առաքիչ ա։ Չեմ պատասխանում, չեմ ուզում խաղամ։ Վայ, լավ էլի Մաշա։ Ասենք ով պիտի լինի, որ չես ուզում պատասխանես, հո ընկերը չի լինելու։ Որտեղից Մաշային ընկեր Սոնա։ Էդ ինչի, ինչ սա պակաս որ։ Այդ դա որ պակաս չի, հələ մի բան էլ ավել ա։ Մաշա, պատասխանի, բոլորս էլ պատասխանելու ենք։ Ալո։ Ինչ կա կյանքս, կարոտել եմ քեզ։ Ես էլ եմ կարոտել կյանքս։ Արա նենց եմ ուզում են օրվա պես ոտերով կանգնես մեջքիս մեջքս ճտցնես նատորը։ Վայ, կյանքս ես էլ եմ մեր երազում դրա Արա մասին։ նենց կուզեի քեզ գրկեի ու բեդրո անեի նատորի չես պատկերացնի։ Հա, ես էլ կյանքս։ Արա նենց կուզեի բարբի մեջ լնենք, ասեի պարտեր իշներ, պարտեր օրս ա։ Մազերիդ հետ խաղայ։ Լիզդ պաչեի։ Այ։ Հա, կյանքս ես էլ եմ երազում Իրիկունը կհանդիպենք, չէ։ Հա, ազատվեմ կզանգեմ սերս։ Ախ, պաչում եմ խալդ։ Մաշա, էդ ով էր։ Ընկերս էր աղջիկներ։ Հայ։ Ընկերս էր։ Դա քեզ որտեղից ընկեր, պրոստը սխալ են զանգել առիթից օգտվել է։ Ասում եմ ընկերս էր աղջի։ Մաշա, քիթս կտրեմ, թե դու ընկեր ունես։ Հետ զանգի, եթե ընկերդ էր, դավայ։ Իգը հիմա զբաղված ա։ Ինչով ա զբաղված։ Պատկերացնում ա ոնց հետ մազերդ շոյում, հա։ Հա, չես հավատում կզանգեմ։ Դավայ։ Ալո։ Ասա Ռոզանաս։ Սոնա շատ լավ խաղա, շատ։ Շատ ապուշ խաղ ա ու ես էլ չեմ խաղում այս խաղը։ Ուզում եք հեռախոսներով խաղաք, ամեն մեկը ձեր հեռախոսը վերցրեք, ինչ ուզում եք խաղացեք։ Ոայ, Մաշա, ամեն մեկս մեր հեռախոսով ինչ խաղան։ Օրինակ Candy Crush։ Զար, հաննա, պատասխանի։ Հա, ալո։ Մամ, Հա։ տնայինս չեմ կարում անեմ։ Կլինի սպասեմ, գաս իրար է տանենք։ Որ առարկաներն ա բալես։ Երկրաչափություն։ Երկրաչափություն կյանք։ Ես դա ինքնոյ, որ գամ անենք, այդ կստացվի, որ դու չարեցիր, դու պիտի ինքնուրույն աշխատես։ Մամ, Հա։ մեկ է հին աշխարհի պատմություն ունեմ։ Հա, այդ թող իրար հետ կգամ կանենք։ Զարա,
Այդ երկրաչափություն չգիտեիր, հին աշխարհի պատմություն գիտեիր։ Չէ, Սոն, հին աշխարհի պատմությունը չգիտեմ, պրոստը հետաքրքիր է։ Լուիզի մասին ինչքան շատ բան իմանամ, այդքան լավ։ Երեխեք, բայց իսկականից շատ անկապ խաղ է։ Եկեք ավելի լավը հանվելու վրա դուրակ խաղանք։ Համաձայն եք։ Չէ, Լիլի, դա պիտի տղա լինի, որ հետաքրքիր լինի։ Եա, Տոմա, ում համար հետաքրքիր լինի։ Այդ տղու։ Կոննա։ Հա, իննա։ SMS-ը։ Հա։ Կարթա։ Ձեզանից 100 մետր հեռավորության վրա կա չամուսնացած տղամարդ։ Թոմա, այդ ինչ է։ Այդ ինչ որ տես ծանոթության կայք է երևի ես։ Ծանոթության կայքում ես, հա, գրանցվել։ Չէ, Մաշա, ուղղակի հեռախոսը սաղբորը սերեխուց ձեռքն էր, երևի խաղալուց միամիտ տենց գրանցվել է ես։ Ահա, դե զգուշ եղի, աղբորդ երեխան միամիտ ինչ-որ մեկի հետ քեզ չժամադրի։ Երեխեք շատ անկապ խաղ է միջալու։ Երեխեք ճիշտ է ասում Տոման։ Եկեք ավելի լավը փչացած հեռախոս խաղանք։ Այդ ո՞րն է։ Դե նույնը առանց հեռախոսի։ Ոյ։ Չէ, շատ հետաքրքիր է, շարունակում ենք։ Ումն է։ Կարթա։ Ուղարկեք այս նամակը ձեր 10 ընկերներին եւ դուք այս տարի անպայման կամուսնանաք։ Լավ էլի։ Մարդիկ ոնց են սենց բաների հավատում։ Մի րոպե ջնջեմ էլ երեխեք։ Հա, հիմնա բանկից է 15 օրից լրանում է ձեր մարման ժամկետը, վարքի օրը։ Այ Մաշա, բոլորին այս SMS-ը մի օր առաջ է գալիս, քեզ խա 15 օր շուտեք է։ Որովհետեւ Մաշան մինչեւ հասնի բանկ է, մի 15 օր տևելու է։ Վայ, իմ Տոմայց SMS-ը, Տոմ, ուղարկիր այս նամակը քո 10 ընկերներին։ Ուղարկիր այս նամակը քո 10 ընկերներին եւ այս տարի դուք անպայման կամուսնանաք։ Տոմա։ Երեխեք ինձ էլ նույն SMS-ը եկավ։ Փաստորեն բոլորիս էլ եկավ։ Լավ էլի, Տոմա, արդեն ինչերի ես սկսե հավատալ։ Հələ մի րոպե։ Տոմա, բա ինձ ինչի չես ուղարկի այդ SMS-ից։ Մաշա, որտեղ գրած է, ուղարկիր այս նամակը քո 10 ընկերներին։ Դու ինձ ինչ ընկեր։ Երեխեք իմնա, պատասխանում եմ։ Ալո։ Բարի օր։ Բարև ձեզ։ Ես Սոնայի հետ եմ խոսում։ Այո։ Ես ձեր հայտարարությամբ եմ զանգել։ Դուք գերեզմանի զաբորի այլումին եք, չէ՞ ծախեմ։ Սոն, բա ինչ հաջատեցիր։ Մաշա, բար չէ որ սխալ էին զանգել։ Սոնա, ես ինչ մութ պատմությունների մեջ ես դու։ Դե բա, օրը ցերեկով ալումին չէի տանելու։ Լավ երեխեք, անցանք առաջ, կարևոր չի։ Կոննա։ Ես եմ։ Պատասխանի։ Ալո։ Պրիվետ կյանքս։ Պրիվետ։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ, գիտես քեզ ոնց եմ կարոտել իմ ջրահարսս։ Իմ մամուրս։ Վայ։ Լավ։ Ուտեմ բալթակները։ Մեկու մեջ ուտես բալթակները։ Ինչ կա, լավ ես գանձես։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ ազիս։ Սիրունս, բա երբ կարար ջրաչափի թվերը նկարես ուղարկես։ Հեսա հասնեմ տուն կուհարկեմ անպայման, հա։ Ժդու տեմբալթակը։ Լավ։ Տոմա, այս ջրի մարդը ինչա քո հետ սենց խոսում։ Երեխեք, դե ակցիա է։ Քանի որ ես իմ բոլոր մուծումները պարտաճանաչ անում եմ, որպես բոնուս ջրի մարդը իմ հետ այտենց ջերմ է խոսում, էլի։ Երեխեք տեսնում եք ինչեր է բացահայտվում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, փշրանքներ։ Բարև ովջան։ Այս ինչի եք սենց ոգևորված։ Բարև, Պեչենի։ Խաղ են խաղում Լուիզա։ Ինչ խաղ։
Նայ, ում հեռախոսին զանգ է գալիս, պետքա բարձրախոսով պատասխանի, նույնն էլ SMS-ները բարձր կարդա։ Վայ, շատ լավ խաղա, ես էլ եմ խաղում։ Չես կարող խաղաս Լուիս ջան։ Ինչի։ Դե լարով հեռախոսներին SMS չի գալիս։ Ոայ, կոնա Լուիս։ Կարդա, էլի կարդա բարձր լսեք։ Չէ, այս մեկը հետաքրքիր չի, էլի։ Ոչինչ, կարդա։ Վայ, ասում եմ հետաքրքիր չի։ Ինչա որ հետաքրքիր չի։ Ծնողական չատ է։ Ոչինչ, կարդա։ Տանը ինչ կա ուտելու, կոստյումս հարթուկել ես։ Ասում էիր ծնողական չատ է։ Հա, երեխուս ծնողական չատն է, ես ու Հրանտն ենք բացել։ Եմ ձեզ աղջիկներ։ Կարև։ Ես ինչ աժիոտաժ, ինչ է եղել։ Կարջան, խաղ ենք խաղում, նայ, ում հեռախոսին զանգ է գալիս, պետքա բարձրախոսով պատասխանի, նույնն էլ SMS-ները բարձր պետքա կարդա։ Հա։ Լուրջ։ Շատ վտանգավոր խաղ չեք խաղում։ Խաղոր մի բան պարզվի, բան էլի, շատ վտանգավոր է։ Կար, շատ հավես է, դու էլ կխաղաս մեր հետ։ Սիրով, ուղղակի մոտս չի հեռախոսս։ Բա ուր է։ Կնոջս մոտ է։ Նենց որ գնացեք պատրաստվելու։ Ապրեք։ Կարեն, Հա, Մարջան։ Կարջան, ես չգիտեի, որ քո հեռախոսը կնոջդ մոտ է, բան եմ ուղարկել։ Ինչ ես ուղարկել։ Ինչ դե։ Դե։ Մաշա, դե։ Լավ էլի Մաշա, դե։ Լավ էլի Մաշա։ Բարի երեկո, բարի գալուստ, ամենաուրախ ու ամենահնարամիտ ակումբ։ Мы начинаем КВН։ Բարի գալուստ Women's Club։ Ոյգ օրկեստրը, բրավո։ Շնորհակալություն շատ, մի անգամից անցնենք առաջ։ Իսկ այժմ բեմարդակը տրամադրում ենք նրանց, ովքեր փոքր տարիքում շատ հաճախ բացակայում էին դասերից, որովհետև դրա մասին նրանց խնդրում էին ուսուցիչները։ 11 վայրկյան առաջ էջն է բեմարդակում, գնացիք։ Բարի good evening բոլորին։ Բարի երեկո, մենք ներկայացնում ենք 11 վայրկյան էջը, ասեմ թե ինչ է նշանակում 11 վայրկյան, մենք ներկայացնում ենք իրավիճակ, հետո ցույց ենք տալիս թե ինչ է տեղի ունեցել այդ իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Всё։ Այսպես արագ ասեմ, նապաստակի պես։ Եվ միանգամից մեր առաջին 11 վայրկյանը, երևի արդեն վաղեմի ընկեր կամ ընկեր, երկու ընկեր։ Արա ես եմ քո ամենամոտիկ ընկերը։ Ախպեր հասկացան կարող։ Ես եմ քո ամենամոտիկ ընկերը։ Արա ես մոտիկ ընկեր կա։ Որը սերվիս 20 տարի։ Ես 20 տարի դրել եմ մեր ընկերության մեջ արա։ Սմբո, ախորս։ Մերրեմ կես։ Արա ես եմ քո ամենամոտիկ ընկերը։ Կարեք ծավտան, բայց երա նեսիպ մեզ սոլնա ռանուել է ծավտան եմ արա ճիշտ։ Արա ես իտալերեն չգիտեմ։ Իտալիանո վերրո։ Ախպես։ Արա ընկերիս, արա ես արա քեզ ուզեցել են խփել, ես եմ գլուխս Արա, դեմ տվել։ ախպեր, գիտեմ։ Արա նա ինչ մեծ է գլուխը։ Արա քեզ ուզեցել եմ ինչ-որ բանել, ես եմ դեմ տվել, արա։ Արա լավ, արա։ Լավն է։ Արա։ Այդ անգելությունը, բայց ախպերը մեզ հետ պահ չի ելերով։ Ես քո ամենամոտիկ ընկերը չեմ։ Դե որը տենց է ախպեր, գնա դու քո կյանքով եղի։ Լակոտ։ Արա սմբո։ Սմբոչկա։ Սմբո մերերա։
Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Օրոյս ինչո, մամաչո։ Գագ։ Ջոնսոն բոսորա։ Ինչ եղավ բերա։ Արա կնիկս իս դավաճանում այմ ամենամոտիկ ընկերոջը հետ արա։ Արա ես եմ քո ամենամոտիկ ընկերը։ Արա ես եմ քո Հաջորդ 11 վայրկյանը պատկերացրեք բժիշկի մոտ։ Վայ, ես քո ցավը տենում ես։ արդեն տենում եմ։ Արա տենում ես։ Արդեն տենում եմ։ Տեսար։ Բժիշկ, դուք այս հանճարեղ եք։ Հանճարեղ եք, մեթոդն է օգնում, Ես մեթոդը։ արդեն ամեն ինչ տեսնում եմ, ես լույսերը տենում եմ, ես ամեն ինչ տենում եմ, մարդկանց տեսնում եմ, ես անգամ ձեր քաշով տեսնում եմ։ Ասեմ ավելին, ես տեսնում եմ, դուք չեք տեսնում, բայց ես տեսնում եմ։ Կարևորը դու տենաս։ Ես տեսնում, շնորհակալ եմ։ 100,000 դրամ տվեք։ Նոր շնորհակալ։ Վայ, դա խնդիր չի, 200,000-ը կտամ։ 200,000 շատ շնորհակալ եմ։ Եկեք պաչեմ ձեր աչքերը, որ իմ աչքերը տեսան։ Լավ, ուրիշ բան չեմ բուժ այդ տղա։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Բժիշկ ջան, ցավը տանեմ, ինչքան կլինի կակա գնացել եմ, ոչ մեկը չկարացավ բուժի տեսողություն, չկարացավ աչքերս բացի, ուղարկեցի ձեր մոտ, կարաք օգնեք ինձ իմ աչքերը բացվի։ Խնդիր չկա, մենք մի հատ հատուկ մեթոդով ենք աշխատում, շատ արագ ձեր աչքերը կբացվի։ Ուրեմն կողքի սենյակում մարմնավաճառ է պարկած, մտի մոտը աչքերդ կբացվի։ Եվ մեր վերջին 11 վայրկյանը հայր եւ աղջիկ։ Կարող է ես մեր դեմի հարևան Գագոնա։ Գագոն։ Հա։ Չէ, Գագոն չէր։ Գագոն չէր, Գագոն։ Իսկ այս տակի խանութի հեռազմիկը։ Պապա, ինչ ռազմիկ, չէ, ինքսը չէր։ Լավ։ Իսկ վերևի հարևան Վալոդիկ պապին։ Պապա, Վալոդիկ պապին, չէ։ Չաս Վալոդիկ պապին չեր ձգի։ Չէ։ Так, լսի հələ։ Կարող են հետևել, որ պահեսներ կա մեր շենքի հետևը, դրա տիրոջ տղեն։ Պապ, չգիտեմ, չէ, չեմ Դե բասես ոնց կլինի, մի ինդիկատոր ուր դուս ճարենք մենք։ Չգիտեմ։ Դե ես չեմ։ Դե լավ գնալը կջոգենք։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Պապ։ Հա, բալես։ Պապ ջան, հիշում ես, որ 3 շաբաթ առաջ գնացել էի Հայաթի քեֆին։ Հայաթի քեֆին, հա, հիշում եմ։ Ոնց որ շատ էի խմել, պապ։ Ու այդ օրը բան եղավ, տենց մի հատ բան եղավ, ու ոնց որ տենց բան եղավ, որ այսօրվա դրությամբ այս պահին ես ցաղի եմ, բայց չեմ հիշում ով էր։ Կարող ես մեր դեմի հարևան Գագոնա։ Կարող ես տակարել դու։ Շնորհակալություն բեմ 11 վայրկյան, ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Կրկին ստենդափ Women's Club-ում եւ բեմահարթակում է Չարենցը։ Շնորհակալություն Հովանես, շատ հաճելի էր։ Տեղափոխեցիր ինձ հին վիտամինի ժամանակներ, ես երկի տակ էի դուրս գալիս վիտամին ակումբում եմ, բայց ես հիմա ժողովրդին կփոխանցեմ էլ ավելի հեռու, մանկություն տեղափոխվենք, ատամհատիկ բոլորը ինձ թվում է ունեցել են։ Ինձ հետաքրքրում է կա մարդ, որ ատամհատիկին քաշել են ինչ-որ մասնագիտություն ու հիմա այդ մասնագիտությամբ աշխատում է, կա սրանում դες մարդ։ Ատամհատիկը գիտեք ինչ է։
ովքեր գիտեն, թող մեր ծափահարություններով ստուգեն ամեն դեպքում։ Իսկ գիտեք ես իմ ատամհատիկին ինչ եմ քաշել։ Ես էլ չգիտեմ, որովհետև չեմ հիշում, ու ոչ ոք չի հիշում, որովհետև այն ժամանակ այդքան կարևորություն չէին տալիս դրան։ Մենք ինչ, մի քիչ մեծանում էինք, մեզ հարցնում էին մեծանաս ինչ ես դառնալու, ասում էինք կասմանավտ, բոլորը ուրախանում էին, ծափ էին տալիս, ուղղակի չեմ հասկանում, էլի ինչի, ես մինչև հիմա ոչ մի հայ կասմանավտ չեմ ճանաչում։ Կամ ասենք հարցնում էին մեծանաս ինչ ես դառնալու, ասում էր ֆուտբոլիստ էլի բոլորը ուրախանում ծափ էին տալի ու հիմա էլի չեմ հասկանում ինչի։ Հետո շատ արագ ամեն ինչը սկսեց զարգանալ, էլի։ Հիմա նոր մասնագիտություններ են ի հայտ եկել, որովհետև այն ժամանակ օրինակ չէին կարող գրեին դնեին գրաֆիկ դիզայներ ատամհատիկի ժամանակ կամ NFT համար նկարող կամ SMM-շիկ։ Իրոք ամեն ինչը սկսեց շատ արագ զարգանալ ու ես չհասկացա, էլի, երբ պահակը դարձավ security։ Երևի այն ժամանակ, երբ որ Վարշավիրը դարձավ բարբեր։ Իսկ ամենահասկանալին իմ համար այդ ոնց պուտանկեն դարձավ անհատական մերսող։ Այդ սուտա, որ երեխեն ատամհատիկին ինչ քաշում է, էդ էլ պիտի դառնա, չէ, հով ջան, որովհետև եթե տենց լիներ, ուրեմն ատամհատիկի ժամանակ պիտի գրեն դնեն նաև տաքսու վարորդ, չէ, պոպանչի, ստուց ընդուց մի բան բստրող, ձրիակեր, լոդր, կամ մի բան, որ ես տեսել եմ, որ բոլորը դնում են ատամհատիկի ժամանակ, գրում դնում են այդ հաստատ, նախարար, պատգամավոր, նախագահ ու վարչապետ։ Նախ ովքեր չգիտեն, ասեմ, որ այդ ամենը, թե նախագահը, թե վարչապետը, թե պատգամավորը, թե նախարարը, դրանք մասնագիտություններ չեն։ Դրանք կողքից գործեր են, էլի։ Այդ ամենը կապնելու վրա է, էլի, կպար աթոռին կպար, տենց է։ Ու դրա համար հիմա ատամհատիկների ժամանակ ուրեմն պետք է դնեն մասնագիտություններ, չէ, ու կողքից գործեր, որ ենթադրենք երեխեն որպես մասնագիտություն քաշում է լրագրող ու որպես կողքից գործ քաշում է քաղաքապետ։ Այդտեղ ծնողները կարան տխրեն, որովհետև չկպավ։ Ես չեմ հասկանում, էլի, ասենք, ինչ են ուրախանում, որ երեխեն քաշում է երաժիշտ, բոլորը ուրախանում են, ծափ են տալիս, որովհետև կյանքում ամեն ինչ հարաբերական է։ Հյուսիսային պողոտայում էլ կան կանգնած երաժիշտներ։ Կամ ասենք, երեխեն, որ քաշում է բիզնեսմեն, էլի բոլորը ուրախանում են։ Ասեմ, որ տրասի վրա կուկուռուզ ծախողն էլ է համարվում բիզնեսմեն ու իմիջայլոց վատ փողեր չեն աշխատում։ Մեկին 400, մեկին 800, մեկին 2000, նայած ինչ ավտոյով է։ Բայց կա մի մասնագիտություն, որից ուզում եմ խոսել։ Ես վերջերս իմ երաժիշտ ծանոթներից մեկի հետ եմ խոսում, ինչ ասում եմ իրականություն է։ Դհոլ է խփում ինքը, խումբ ունի, երեխեք են գալիս պարապում, տենց խոսքից խոս բացվեց, ասացի, իսկ շատ խմբեր կան, տենց ասաց, հա, բավականին, ասացի, իսկ մոտավորապես կարաս հաշվես, ինչքան երեխա է գնում դհոլի։ Ասաց, հա, ամենակիչը 5000։ Արա 5000 դհոլ չի։ Ինչ ենք անում մենք 5000 դհոլ չի։ Մարդիկ մտածում են Մարսը բնակեցնեն, մենք 5000 դհոլ չի։ Որտեղ ենք մենք տեղավորելու 5000 դհոլ չի։ Նախ դրա համար գոնե 5000 ռեստորան պետք է ունենանք, չնայած ասա որ մի 3 հատ էլ սարքեն, էդ էլ կլրանա։ 5000 դհոլ չի։ Լուրջ սկսեցի հետաքրքրվել ծանոթներիցս, կային մարդիկ։ Ասում եմ օրինակ, ինչ ես երեխու տանում դհոլի։ Ասում եմ դե որ մեծանա դառնա հայտնի դհոլչի։ Շատ դժվար է 5000 հոգու մեջից դառնալ հայտնի դհոլչի։ Իրոք։ Հա, մենք ունենք Boeing օրկեստրը հայտնի, ունենք դհոլչի, խնդրեմ, անունդ ինչ է? Ստեփան ջան, մարդն այդ ինչքան երկար ճանապարհ անցել, հասել է ստեղ։ Մյուս ծանոթիս եմ հարցնում, ասում եմ, դու ինչի համար ես երեխու տանում դհոլի, ասում է դե թող զբաղվի էլի,
Հետո կմեծանա, թող ինքը մտածի ինչա ուզում դառնա։ Արա մտածի, այդքան դհոլ խփելուց հետո ոնց մտածի։ Դհոլը շախմատ չի, դհոլը չի օգնում մտածելուն։ Ասեմ ավելին, դհոլը խանգարում է մտածելուն։ Ասեմ ավելին, դհոլը նույնիսկ դիմացինի մտածելուն է խանգարում։ Երաժիշտները իրար մեջ անեկդոտ ունեն շատ հայտնի։ Հիմա կպատմեմ։ Մեկը գնում է ուղեղը առնելու։ Ըստ տարբեր ուղեղներ է դրած։ Հարցնում է, այս ինչ ուղեղ է, ինչքան է, վաճառողը ասում է, սա բժիշկի ուղեղ է, արժե $500։ Ասնում է առաջ, ասում է, բա այս ինչ ուղեղ է։ Ասում է, այս գիտնականի ուղեղ է, արժե $1000։ Հետո տանում է սենց վերջում, սենց ապակե կոլբայով փագած ուղեղ է դրած, ասում է, բա այն ինչ ուղեղ է։ Ասում է, այդ ամենաթանկ ուղեղն է, արժե $5000։ Ասում է, բա ինչի է տենց թանկ։ Ասում է, դհոլ չի ուղեղը վաբշե օգտագործած չի։ Չէ, ես իրոք դեմ բան չունեմ, ես հորս արև ուրախ եմ, եթե պիտի դհոլը զարգացնի մեր երկիրը, թույն է։ Հետո մի բան էլ իմացա, որ դհոլը սկսել են արդեն նոտագրել։ Դու գիտեիր։ Միջև այդ առանց նոտա էիք խփում։ Ու շուտով բանից պարզվում է, որ տարածաշրջանում մենք ունենալու ենք ինչ-որ թույն դպրոցներ դհոլի։ Ես մենակ ուրախ եմ, լուրջ ուրախ եմ, առաջերտին նրա համար, որ դհոլչին կդառնա դհոլահար։ Եվ իհարկե առիթից օգտվելով պետք է խնդրեմ, որպեսզի ծափարենք մեր անվանի ու տաղանդավոր դհոլահարներին։ Իդեմս Էֆոյի Իդեմս Անդ ոնց էր։ Ստեփանի, իդեմս Ստեփանի, իդեմս Ջոնի, իդեմս բոլոր մնացածի։ Շնորհակալություն Charles Women's Club-ի համար հատուկ։ Եվ այսօր Women's Club-ի հյուրն է Ծիրան սուպերմարկետների ցանցի տնօրեն Մարինե Ներսիսյանը, մեր ծափարությունները ձեզ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ես այստեղ եկել եմ իմ գործընկերների հետ, որոնք մի փոքր կխոսեն Ծիրան սուպերմարկետների ցանցի մասին։ Խոսքս փոխանցեմ մարքեթինգի ղեկավար Ալիսային։ Ալիսա, բարև ձեզ։ Բարի երեկո։ Մենք շատ ուշադիր ձեզ լսում ենք։ Մենք ներկայացնում ենք Ծիրան սուպերմարկետների ցանցը։ Ինչու Ծիրան, ինչու սուպերմարկետ, մի խոսքով ամեն ինչ։ Ամենաընտանեկան, ամենաջերմ մթնոլորտ ապահովող ցանցն է։ Ճիշտ է, Ծիրանը մի անգամից ասոցացվում է։ Այո։ Ծիրան սուպերմարկետների ցանցը գործում է 9 տարի եւ արդեն ունի 16 մասնաճյուղ քաղաք Երևանում եւ մարզերում։ Իդեպ շուկայում առաջինն է սուպերմարկետներից, որ ներկայացված ենք մարզերում, այսինքն ներկայացված ենք Արտաշատում, Աշտարակում, Գյումրիում, Դիլիջանում, Էջմիածնում, Աբովյանում, իդեպ ասեմ, որ քաղաք Արտաշատի մեր մասնաճյուղերից ամենամեծն է։ Ամենամեծն է, 16 սուպերմարկետներից, 16 խանութներից ամենամեծն է։ 16 մասնաճյուղերից ամենամեծն է, 1200 քառակուսի մետր 1200 քառակուսի։ Այո։ Արտաշատում։ Այո։ Բալկոնն էլ առաջ տված։ Այո։ Ամբողջ Արտաշատը կարող է տեղավորվել։ Ցանկանամ խոսել նաև մեր նորաբաց մասնաճյուղի մասին Գյումրիում, որը ընդարձակ է, երկհարկանի սրահ է, ներկայացված է պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսականի բացառիկ, նաև տեղում թխվող թարմ լավաշը, ներկայացված են խմորեղենի լայն տեսականի, մեր սեփական ապրանքանիշը բիսվիթ, որը կարող եք ձեռք բերել միայն Ծիրան սուպերմարկետների ցանցից։ Միայն Ծիրան սուպերմարկետների ցանցից։ Խոսքս կփոխանցեմ գործընկերուհուս, ներմուծումների բաժնի ղեկավարին Լուիզային։ Չավես, մեկը Ներսիսյան, մյուսը Լուիզա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ շարունակել գործընկերուհուս խոսքը, ասել, որ կարող եք պատվիրել on-line, այցելելով Ծիրան.am կայք, ինչպես նաև կարող եք զանգահարել 8022 կարճ հեռախոսահամարին,
Իդեպ նշեմ, որ կայքից կարող եք պատվիրել մեր տեղում թարմ, թխվող, հացաբուլկեղենի բավականին լայն տեսականի, նաև թարմ մսամթերք, բանջարեղեն, միրգ, ինչպես նաև ունենք ծիրան ապրանքանիշ։ Ծիրան ապրանքանիշ։ Այո, բազմաթիվ են տեսակները եւ բարենային եւ ոչ բարենային ապրանքներ ունենք։ Մեր ապրանքանիշը միայն ներկայացված է մեր սուպերմարկետներում։ Բացի այդ նաև ունենք լայն տեսականի ներմուծված ապրանքների, որը նույնպես կարող եք գտնել միայն մեր սուպերմարկետներում։ Նաև ուզում եմ խոսել ծիրան կուտակային քարտի մասին։ Այո, ծիրան կուտակային քարտը ունի առավելություններ։ Իդեպ կարող եք այցելել ծիրան սուպերմարկետի ցանկացած մասնաճյուղ, այն կարող եք ձեռք բերել անվճար, սա կարևոր է, եւ կատարելով գնումներ կուտակում եք մինչեւ 3% ցանկացած գնումներից, նույնիսկ ակցիաներից։ Նույնիսկ ակցիաներից։ Այդ պահին գործող բոլոր ակցիաներից քարտը կուտակում է։ Օնլայն գնումների ժամանակ Եվ օնլայն եւ այցելելով նաեւ սուպերմարկետ։ Որպեսզի նաեւ կարողանաք գնումներ կատարել մեր ցանցից եւ նաեւ կուտակեք, մենք պատրաստել ենք ձեզ համար ծիրան կուտակային քարտեր։ Շնորհակալություն շատ։ Այնտեղ կա նաև մի փոքրիկ գումար։ Գումար էլ կա։ Այո։ Դուք կուտակել եք արդեն։ Այո։ Բրավո, շնորհակալություն շատ, էսա քոնը գրած այստեղ։ Հաստա գրած է։ Հա։ Չէ, բարձր ճապարենք։ Այ։ Ես ուզում եի հարցնել, ոնց, բայց եղավ էլի, մի անգամ շատ հաճելի անակնկալ էր իրոք, սենց բան դեռ մեզ չէին նվիրել, մի անգամից կուտակած քարտ։ Ես առիթ ունեցել եմ օգտվելու ծիրան սուպերմարկետից, ասեմ, որ շատ հաճելի սպասարկում է այնտեղ ու շատ բարեհամբույր են ձեր աշխատողները։ Ես էլ եմ օգտվել, հաղորդումից առաջ զրուցում էինք, պատմում էի, այո, նախ ինձ հարմար է շատ եւ երկրորդը, այո, ինձ էլ շատ դուր եկավ ամեն ինչը։ Համ ապրանքները, համ մոտեցումը, ամեն ինչ։ Շնորհակալություն բարձր գնահատականի համար, իսկ Women's Club-ի ողջ անձնակազմին իհարկե բերել ենք շատ համեղ Biscuit ապրանքանիշի տորթը, Սա այն տորթն է, որի մասին ասում որը կարող եք ինձ ձեռք բերել միայն ծիրան սուպերմարկետների ցանցում։ Բոլոր մասնաճյուղերից։ Բոլոր մասնաճյուղերում։ Վերցնեմ, հա։ Մերսի շատ։ Ես բան եմ, էլի, մի քիչ Լեոնիդ Արկադիևիչն եմ ասպարին։ Լրիվ, հա։ Սա կդնենք մենք մեր Women's Club-ի թանգարանում, չէ, որ պորեչի ձեսում ոնց։ Շնորհակալություն շատ, մեր անձնակազմը մի 15 րոպե կուշանա, մյուս համարի համար։ Ու մի քիչ շաղացած կգա, բայց ոչ։ Ծիրան սուպերմարկետների ցանցի անձնակազմներ այսօր հյուր Women's Club-ում իդեմս տնօրեն Մարինե Ներսիսյանի մեր բարձր ծափարությունները շնորհակալություն։ Նվերներ կանանց տոներին ընթառաջ։ Մարտի 2-ից ապրիլի 12-ը ներառյալ մոբայլ սենտրից թե կանխիկ եւ թե ապառիկ գնելով ցանկացած Samsung սմարթֆոն կամ պլանշետ կարող եք ընտրել երկու նվերներից մեկը՝ Power Bank 10000 mAh կամ Mobile Center խելացի ժամացույց։ Պատվերներ կարող եք ամրագրել նաև առցանց mobilecenter.am կայքով կամ զանգահարել 015 70 0000 հեռախոսահամարով։ Ակումբի զովությունն ու թարմությունը ապահովում են յան բնական հյութերը, որոնք ներկայացնում են ամբողջովին անվնաս նույնիսկ երեխաների համար առաջին իրենց տեսակով բնական հյութեր թեթև գազով։ Թեյդա անգլիական բրենդը ներկայացնում է հնդկական բարձրակարգ թեյերի լայն տեսականի։ Բացի դասական սև եւ կանաչ թեյերից, տեսականիում առկա է նաև նորույթ, բնական հավելումներով եւ ամբողջական թերթիկներով բուրգ փաթեթների մեծ տեսականի։ Կանանց միամսյակի կապակցությամբ Թեյդա ընկերությունն ունի անակնկալ նվեր այն գնորդներին, ովքեր գնումներ կկատարեն Չայկով թեյի եւ սուրճի մասնագիտացված խանութ սրահներից։ Իսկ թե ինչ նվեր կիմանաք տեղում։ Վայելեք ձեր ռոմանտիկ երեկոները Թեյդայի հետ։ Չարենց, ես մոռացա քեզ հարցնեմ, քեզ դուր եկավ Կաֆարել իտալական բրենդի շոկոլադի նրբագեղ համը։ Իհարկե, Լուիզա, ես ծանոթացա այդ բրենդի հետ եւ հաճույք վայելեցի հատնտիր պնդուկի եւ նուրբ շոկոլադի համադրությունից։ Ու հիմա ուզում եմ հարցնել, դրա պոպոկովը չկա։
Ոչ, որովհետև միայն հատնտիր պնդուկը եւ նրբագեղ շոկոլադը կարող են մեզ լիարժեք երջանիկ դարձնել։ Այնպես որ ովքեր ցանկանում են գնել այս հետաքրքիր կաֆարել իտալական բրենդի նրբագեղ շոկոլադը կարող են այցելել Հայաստանի լավագույն վաճառակետեր։ Լուիզա, դու արդեն ունես ծիրան քարտ, բայց բոլոր նրանց համար ովքեր չունեն, ես ուզում եմ ասել, եթե ունեք ծիրան քարտ, ապա ունեք հնարավորություն կուտակելու 1-ից 3% բոլոր գնումներից, նույնիսկ ակցիաներից։ Եվ այսպես, մինչև 20,000 դրամ գնումների դեպքում 1%, 20,000 դրամից 30,000 դրամի դեպքում 2% եւ 30,000 դրամ եւ ավել գնումների դեպքում 3%։ Քարտը կարող եք հեշտությամբ եւ անվճար ձեռք բերել ցանկացած ժամանակ Ծիրան սուպերմարկետի բոլոր մասնաճյուղերից։ Իդեպ, Ծիրան քարտը կարող եք թվայնացնել եւ միշտ ունենալ ձեզ հետ։ Ծիրան քարտով գնումներ կատարելը շահավետ է։ Եվ Լուիզա, ուզում եմ քեզ ասել, որ Ծիրան սուպերմարկետների ցանցից անակնկալ նվեր ունես կանանց մի ամսյակի կապակցությամբ այս տարբերվող տոպրակը քեզ Հրաշալի նվեր է։ Տրամադրությունս միանգամից բարձրացավ գույներից։ Մեջը բան կա, Դե տանը կբացեմ։ Լուիզա, իսկ դու թոք շոուներ սիրում ես։ Այո։ Մանավանդ որ թոք շոուների ժամանակ կարող ես տեսնել ինչ ասես։ Ոչ միայն ինչ ասես, այլ նաև ում ասես։ Եվ այսպիսի մի իրավիճակ Talk Show Women's Club-ի բեմում։ Թվացյալ երջանկությունից իրականություն տանող ճանապարհին մենք կրկին հանդիպել ենք կիսաբաց լուսամուտներից ներս։ Եթերում է երկրի թիվ 1 թոք շոուն եւ նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը։ Մենք այսօր լույս կսփռենք ամենահայտնի, ամենախորհրդավոր պատմության վրա։ Եկեք միասին պարզենք Կարմիր գլխարկի առեղծվածային պատմությունը եւ որտեղ է կորել Կարմիր գլխարկի տատիկը եւ ձեր ջերմ ծափարությունների ներքո եկեք դիմավորենք Կարմիր գլխարկին։ Նախ, սկզբի համար հարցնեմ, ինչու է ձեր անունը հենց Կարմիր գլխարկ։ Դե Հրաչ ջան, էսի ունեմ, ես եմ հագնում։ Հիմա ես քեզ հարցնում եմ, ինչի կոշիկ չես հագել։ Չէ, ես կոշիկ հագել եմ, սրանք ուղղակի թափանցիկ են։ Սրանց նասկիներն էլ ունեմ։ Թափանցիկ նասկիները տելևիզորով տեսել եմ, Հրաչ ջան։ Կարմիր գլխարկ, պատմեք տեսնեմ ինչպես տեղ ունեցավ դեպքը։ Դե, մայրիկս կարկանդակներ էր թխավ, ասավ ես կարկանդակները մութ ու ցուրտ անտառի մեջովը տար հասցրա տատիկի տուն, թող ուտի, թոշակառու կնիկա։ Մի րոպե, ձեր մայրը ձեզ միայնակ ուղարկել է անտառ։ Հա, Հրաչ ջան, իմ մայրիկը ինձ պարբերաբար ուղարկում է մութ անտառը։ Ու այդ օրը ես մութ անտառումը հանդիպեցի Գայլին։ Նա ինձ ստում էր, փուչ խոստումներ էր տալի։ Ինչ էր ասում ձեզ Գայլը։ Դե ասում էր, ես մենակ քեզ եմ սիրում։ Հա, ու ասում էր, որ տատիկի տունը այդ ճանապարհով ավելի կարճ է։ Դե ես էլ անփորձ աղջիկ հավատացի նրան ու գնացի իրա ցույց տված ճանապարհով։ Ու ասեցի, ես էլ քեզ եմ սիրում։ Հետո հասա տուն։ Մտաներս ու տեսա։ Մի րոպե, միլացեք, խնդրում եմ միլացեք, կարճատև դադարից հետո մենք կշարունակենք երկրի թիվ 1 թոք շոուն եւ նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը։ Շարունակում ենք երկրի թիվ 1 թոք շոուն եւ նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը շարունակում։ Խնդրեմ լացեք։ Շարունակեք մտակներ, տեսակ ինչ։ Տեսա, որ Գայլը պարկած ան կողնումը, նույն ինքը մահճակալին։
Տատի չկար, գազն էլ վառած է։ Այսինքն ձեր մայրը ձեզ միայնակ ուղարկել է անտառ, այո, այնտեղ դուք հանդիպել եք գայլին, որը ձեզ սխալ ճանապարհ է ցույց տվել, հասել եք տատիկին տուն, տեսել եք տատիկը ներսում չէ, այնտեղ է գայլը, այո։ Ճշմարտացի Հրաշ ջան։ Ես ինչ անհետաքրքիր պատմություն է։ Չեմ հասկանում, դուք մեր հաղորդումները չեք նայել, մեզ action-ա պետք, action, հասկանում եք, action։ Լավ, եկեք տաղավար հրավիրենք Կարմիր գլխարկի մորը։ Ես տաղավար եմ հրավիրում Կարմիր գլխարկի մորը։ Խփեր զբաղեցրեք մորը։ Բարև հրաչ, պարոն հարագիտարան գիտայտասոտական հրաչ։ Կարա ձեզ տիկին մայրիկ, մենք նոր պարզեցինք, որ դուք գիշերվա 1000-ին երեխային ուղարկել եք անտառ։ Ճիշտ է դարձոք թե ոչ։ Այո, մենք աչկերի դրվածքով ժառանգաբար մայր եւ աղջիկ ենք։ Այո, ճիշտ է։ Կներեք էլի իհարկե, բայց դուք մայր եք, թե քեռակին, ես չեմ հասկանում։ Այդ մութ գիշերով, այդ աղջիկ երեխուն ուղարկում եք անտառով մեկ եսիմ ուր որինչ, չեք անհանգստանում ընդհանրապես։ Ճիշտն ասած, ես երեկոյան ժամի գործ էի անում, դրա համար չկարողացա անհանգստանամ։ Ինչ գործ, ընկերուհի, ինչ գործ։ Ես լոդերով եմ զբաղվում, ճիշտն ասած, բաներ եմ անում, ֆուրեր եմ օգտագործում, նաև ինչու՞ չէ, ուբերներ եմ կարգավորում, տարբեր տիպի ուբերներ, նաև մակդոնալդսի գործակալություն։ Իդեպ, ես մոռացա ներկայացնել մեր էքսպերտներին։ Հոգեբան, հոգեթերապևտ, նիվ, ծափարությունները։ Մանիկաշա մանկական զարգացման կենտրոնի տնօրեն նուֆ։ Քաղաքագետ հասարակական գործիչ նավ։ Տիկին, ուրեմն դուք հանուն փողի գիշերվա կեսին ոտքով ձեր երեխային ուղարկել եք անտառ, դուք գիտեք, որ ձեզ կարան մայրական իրավունքներից զրկեն, աննոմոտ։ Ախր պարոն Հարագիտարան Հրաշ Մուրադյան գիտայտասոտական կնը 1980 մեր պայմանները տեսել եք ախր Հրաշ ջան, մենք ոնց ենք ապրում։ Ես մտածեցի, որ այդ 1500 դրամ պիտի տամ տաքսուն, ասենք երեխան ուղարկեմ, դրա փոխարեն ասենք շատ լավ կլինի, որ ես ձեթուալուր առնեմ, կարկադակներ թխեմ, երեխուն տվեցի, տարավ հասցրեց մամային, պատման եմ արել, Հրաշ ջան, պարոն Հարագիտարան։ Իսկ որ ժամին է տեղի ունեցել դեպքը։ Ավելի ուշագրավ ես ձեզ կպատասխանեմ առավոտյան 6 PM։ Իսկ ինչ եք անում, ինչու եք այդ ժամին ուղարկում ձեր աղջկան անտառ։ Ճիշտն ասած, պարոն Հարագիտարյան, այդ ժամին տարիքները շատ ավելի էժան է, բայց ով կմտածեր, որ ասենք թե անձրև կգա տեղումներ կլինեն եղանակի վատթարացում։ Ներողություն իհարկե, ես ձեզ մի հարց ունեմ, էլի, դուք ընդհանրապես ծնողական պարտքի զգացում, ձեզ մոտ իսպար բացակայում է, ես չեմ հասկանում, իսպար բացակայում է, ինչպես կարելի է մի մատ երեխային ուղարկել այս մատնաչափիկի հաղորդումը չէր, հա, ինչպես կարելի է կարմիր գլխով երեխային ուղարկել անտառ, այս ցրտին, բա որ մրսի, կապտի։ Ճիշտ ասած շատ եմ անհանգստացել, շատ, ագին անհանգստացա, նույնիսկ սիրտս խառնեց, ես մտա Viber-ով տեսա, որ 13 րոպե առաջ, ասենք օնլայն է եղել, զանգեց իրան, պետք է իշկեք 2 անգամ չգնաց ու գնաց ու ինքը չպատասխանեց։ Որպես մայր ձեր արարքին արդարացում չկա, տիկին մայր։ Աղր Հրաշ ջան, ես մայր չեմ, ես միայնակ մայր եմ, Հրաշ ջան, ես ինձ նման ճոխություններ չեմ կարա թույլ տամ, Հրաշ ջան, դու որպես մայր ոնց կվարվեիր, Հրաշ ջան։ Իսկ որտեղ է կարմիր գլխարկի հայրը։ Կարմիր գլխարկը հայր չունի։ Ինչպես թե չունի, չի կարող կարմիր գլխարկը հայր չունենալ։ Այդպես չունի։ Ավելին ասեմ, հեքիաթում ոչ միտեղ գրած չի, որ հայր ունի։ Թաղեմ ես Շարլ Պիերոյի գլուխը։ Ուրեմն ես հիշեցնեմ մեր հանդիսատեսին եւ հեռուստադիտողին, որ սա երկրի թիվ 1 թոք շոուն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է եւ նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը
Եվ մենք այստեղ ենք հրավիրել Կարմիր գլխարկի հորը, դիմավորեք հորը։ Ոչ ու պուտ եղացած։ Նախ և առաջ շնորհավոր բոլորիդ ամանորը և երկրորդ խես է կես հաճելի միջավայրը արա։ Հաճելի միջավայր, ընտանիք պայլու համար եմ գնացել Ռուսաստան է։ Հապմա հրաշ ջան, ինքը հաճելի տեղը կթե եկել է, այսօր արա։ հատակտաստիկում գրանցված է որպես սեքսի արքա, կբացայնեմ դիմացքը։ Ներողություն, ուր եք այսքան ժամանակ դուք։ Հրաշ ջան, ես Ռուսաստան տեղի մման խմուկ քնուկ էի։ Կարմիր գլխարկը ձեր աղջիկն է, դուք պնդում եք։ Այո, ես պնդուկ եմ։ Կարմիր գլխարկը իմ աղջիկն է։ Ես Ռուսաստանում դիտում էի հեռուստացույց։ Զանգ բջջայնի, ասում եմ ալո, աղբերս տունն ես, ասում եմ բաշու դասի, կնիկը դեբոշա պրում եմ։ Հելա եկը աղբեր հասա, կնիկը սնդուս Նատաշան, բարմ ջան, պեչի, բան, ման, ասի դու ուլ է լրվի։ Ու տեղում վրա երդ։ Եկը հասա աստեղ, կիսաբաց լուսամոտներ։ Հաճելի տեղ ես եկե արա, խես հաճելի տեղ եկե դու։ Իսկ ինչու գնացիք Ռուսաստան ձեր աղջկան թողնելով անտարի հույսին։ Հրաշ ջան, նախ ես կասկածում եմ, որ ես իմ աղջիկն է, ընդհանրապես նման չի, հենց իմ թերաշը, սրա գլխարկը։ Ասեք, ես վստահ եմ, որ ես իմ աղջիկը չի, ես Դևենթեի պատասխաններ եմ ուզում։ Ես 23 տարի է Ռուսաստան եմ, եսի 19 տարեկան է, այդ ոնց է լավ, այր է։ Ձերև, ես կբացահայտեմ դիմակդ կպատրեմ, հրաշ ջան, պարոն հանրագիտարան։ Ումա կավերենի տեստ պահանջի, բերեք սդի դեդետը թող նստի բերեն ես Ներողություն, մի րոպե երկրի թիմ մեկ թոքշոուն է սա, ինչ չեք հարգում, գոնե հյուրերին հարգեք, գոնե հանդիսատեսին հարգեք, գրողը տանի։ Մի րոպե լրեք։ Մի րոպե։ Լրի։ Շարունակեք հայրիկ, դուք ծերը ծերին չեք ապրում Ռուսաստանում։ Ես ծերը ծերին աղբեր, ապրում էի ստեղ։ Ստեղ էի ապրում աղբեր, յոլլա չեն կարում էի թայնք աղբեր, հացին կակա էի ասում ինքս ես։ Ու աղբեր որոշեցի գնամ Ռուսաստան, աշխատեմ ընտանիքս պահեմ։ Գնացի աղբեր, ծանոթացա մի հատ աղջիկա, երեխա ունեցա, աշխատեմ ընտանիքս պահում եմ։ Կներեք էլի, իհարկե, կարելի է տենց։ Իհարկե, համեցեք։ Ենթադրենք վերկացակ գնացիք, հապա ձեր ընտանիքը։ Հարգելի ժուրի, հոպար ջան, ես կարծում եմ ընտանիքը ընտանիք է, տարբերությունը որն է, ինչ կապ ունի ում ընտանիքն է։ Հրաշ ջան, խապում ասա թեմ այս այլանդակը։ Մենք այլապորտում 13 րոպե հանդիպել ենք, տեսնենք ամեն ինչը ստացվել է։ Արա, ներվայցերի դու արդեն, ես մետ պտի ծխեմ, ասեմ։ Մի րոպե հանայն սնդի վայրում ծխերն արկելվում է։ Բայց ես ինչ սննդի վայր է, հրաչ ջան։ Իսկ ինչի եք իրար միս ուտում։ Իսկ թե ինչ միս է նախընտրում մեր հաջորդ հյուրը կպարզենք կարճատև դադարից հետո, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ դիտում եք երկրի թիվ 1 թոքշոուն և նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը։ Ինչ կա հերդ լավա բալես։ Լավ էլի, արդեն հիվանդանոցից դուրս գրվեց, արդեն կամաց կարգավորվում։ Նորմալ է սաղկեմ, ես փողը վերցրեմ, երեխում բան, լավ հանգստացում, վայ, քեզ եմ միակ կոշիկ մոշիկ կարնես։ Լավ էլի դե վերցրեք։ Մերսի շատ, մերսի, հոպրես։ Վերջ մենք շարունակում ենք, դուք դիտում եք երկրի թիվ 1 թոքշոուն և նրա հաղորդավար Հրաչ Մուրադյանը։ Թախեմ ես քո ազիզը։ Արա, ձենդ հաճելի միջավայրս խտեք ես լավ ես զգում ասեմ։ Սաղը իշացնեմ հերթը թեմը, կտենեմ, որ ծուքարանից է գարու չլավացվեց։ Մեկ րոպե ստրվեք, իսկ այժմ ես այստեղ եմ հրավիրում այս պատմության թերևս ամենատարօրինակ հյուրին, դիմավորեք Գայլ։
Ադմինիստրացիա, մի հատ մտեք ներս, ադմինիստրացիա, մտեք։ Այսպես ապեք, թիքին մայրիշ, այսպես ապեք, դեր, ադմինիստրացիա հեռացեք, ռադեղեք, սալերցրու, նստեք։ Խորա, ճշնով տպին արա։ Պարոն Գայլ, ինչու եք դուք դիմակով եկել։ Ախպեր դե դիմակովը մեկ է, որ իշ չճանաչեն մերրեմ կյանքին։ Հասկացա, պատմեք։ Դե ինչ պատմեմ, Ձեր և կարմիր գլխարկի պատմությունը պատմեք։ Լավ ես կուկու ջան։ Ախպեր մեր բորիկը ձակ էր ունեցել։ Մենք է նապաստակ ունենք բրնած։ Այդպես խորով ենք բանանիկ ասիկ մի կտոր հացուտենք, մի կշխմենք էլ եկերս։ Ներեցեք, հա, բայց դուք հիմա էլ եք գինովցած։ Գինովցած շմ։ Գինովցած եք։ Գինովցած շմ։ Գինովցած եք։ Գինի չի խմում ինքը։ Վերջ ախպեր ասեմ, կեվներս մլոներ, ոշմ, դες ոզր ավես կարել իմ լավ տատու համար կար մոտս, ասի իրկուն էթը մյատ ուտեմ, վերջ էլ անգարանտարս ես կոկոնս տակասս ախպեր, մեկ ու ճգեմ պերաշկի հոտա կտովս, մեկ է տնեմ կամի գխլարկն ախպեր, ջոգի որ նույն տատու տուն է էթում համբալ է, արաս երկար ճամպեն ասեմ, որ չկա հարամանի մատ իմ սրտով նենց գեշ ձևի մատ ուտեմ էլի, էդքան է։ Իզուկ ինչ արեցիք հետո։ Հետո գնացի տուն, տնեմ տատիկը պարկացա։ Ահա, իսկ մենակ էր պարկաց։ Ախպեր սրա մերը ոնց կարա մենակ պարկի, սրա ցեղով չեն կարա մենակ պարկել։ Պետք է հետը մեկը Այլա։ Որդ բանչասես այդ տղա, հրասան սթմա բեր մի հատ ստի դետեկտորը նստեն բերեն։ Դպրոն լրեք, շարունակեք պարոն Գայլ։ Ախպեր ոշը, մի հատ տատին մի հատ կերա, մի հատ ծխի, որ նստսնեմ, ասի մի կիշ բարկեն կնեմ, կնա էլ է տենամ չկա ախպեր։ Հիմա դուք եք ելել տատիկին, թե ոչ։ Հրաշան, դու ոնց որ նես ջոգելուց թուլ ես, ձիք ես շոհ։ Էդ որ ասում եմ ուտել, պրյամ ուտելը չինի ախպեր, ուտելը չետի։ Իսկ դեպքում որտեղ է տատիկը։ Ախպեր ես ջոգի, սրանք մերու աղջիկ տատու գլուխը ծամել են, որ տունը մնա իրաց։ Դեջը գել է ինչ մոտիվացիա պետք է ունենար, հարգելի ժյուրի մի հատ ասեք։ Ես ճշմարտությունը պարզելու համար կապ եմ հաստատել որսորդների հետ։ Հիմա մենք կապ կհաստատենք որսորդների հետ։ Ալը։ Որսորդ դուք ես լսում եք։ Այ։ Իսկ որ որսորդն եք նրանք երկուսն են։ Ես էլ մի որսորդն եմ։ Որտև են մեկին արջկերել է։ Հա։ Ներեցեք, դուք վերջին անգամ եք տեսել տատիկին, որտեղ է նա։ Ինչ տատիկ։ Կարմիր գլխարկի տատիկը։ Ինչ կարմիր գլխարկ։ Երգություն դուք կարմիր գլխարկի մեջի որսորդը չեք։ Չէ, այ ախպեր սխալ որսորդ եք զանգե։ Ես այն անեկդոտի մեջի որսորդը եմ, որ վերջում արջ ասում ես, հիմա չեմ ջոգում, դու որսորդ ես, թե։ Իսկ թե որտեղ է կարմիր գլխարկի տատիկը, առեղծված այն պատմությունը մենք իմանանք հաջորդ շաբաթ։ Կիսաբաց լուսամուտներն էր ձեր եթերում և նրա հաղորդավար Հրաչ Մուրացյանը կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ստեղ եմ։ Մամա։ Մամա, դա։ Ներողություն դուք ով եք։ Ես կարմիր գլխարկի տատիկն եմ։ Ինձ համար տեղաշորում պարկած էի, սպասում էի երբ ես ախ մախը կարկանդակ կբերի, որ ուտեմ։ Իսկ մենակ եք պարկած։ Արայ ախպեր, եսի ոնց կարա մենակ պարկի ծավը տանեմ։ Ես մտա ներս, տեսա որ այդ որսորդներից մեկը տատին պլոտնի ուտում։ Մենակ է։ Կեշ ձևի ուտում։ Մենակ է։ Այդ կինոների պես ուտում։ Մենակ է պարկած։ Որ կին է ախ։ Բարոյական չի, որս տես բարոյ չասեք։
իրար միս ուտել, խնդրում եմ դուք երեք իրար միս, ուրեմն դուք գիտում եք երկրի թիմեր կողքով, Ինչ այս շաբաթվա համար այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ Շանթի եթերում բումս բաբայ Լուիզա, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն Շենգավիթ բժշկական կենտրոնին, որտեղ մենք պարբերաբար անցնում ենք թեստավորում եւ հոգ ենք տանում մեր առողջության մասին։ Շնորհակալություն Zara խանութների ցանցին Իդեմս Retail Group Armenia ընկերության։ Իդեպ արդեն հասանելի է Zara on-line հարթակը։ Շնորհակալություն Մելինե գեղեցկության սրահին մեր աղջիկների վարձահարդարումը ապահովելու համար, շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար եւ շնորհակալություն Women's Club-ի ոճաբան եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանին։ Իսկ մենք կհանդիպենք շաբաթ օրը ժամը 21:00-ին Շանթի եթերում։ Անպայման։